Ողջույն, 24-ի եթերում կրկին ռանդևուն է։ Այս երեկո զրուցակիցս հայկական էստրադայի գեղեցկուհիներից մեկն է, Իրինա Հարությունյան։ Բարի երեկո, Իրինա։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ իմ տաղավարում ես։ Մերսի, ես նույնպես շատ ուրախ եմ, որ քո տաղավարում եմ։ Իրինա, խոսելու ենք ամեն ինչից, խոսելու ենք անկեղծ, խոսելու ենք ջերմ, ինչպես միշտ ենք եղել։ Գաղտնիք չէ, որ մեր արտիստները ցավոք սրտի մեր օրերում իրենց հիմնական գործունեությունը ծավալում են ակումբային, ռեստորանային միջավայրում։ Դու եւս անմասն չես այդ կյանքից, արի հենց սկզբում խոսենք այդ ամենից։ Ինչ դժվարություններ է իր մեջ ներառում ակումբում աշխատանքը երգչուհու համար, որովհետև գիտեմ, որ արտիստները հաճախ ճնշվում են երգել այնտեղ, որտեղ կա սնունդ, կա ալկոհոլ, այլ ոչ թե բեմահարթակ, ծափահարություններ ու ծաղիկներ, ինչպես ընդունված էր տարիներ շարունակ։ Այո, ես հիշում եմ, երբ որ տարիներ առաջ ես առաջին անգամ ստացա հրավեր հարսանիքի ժամանակ ելույթ ունենալու, ես մերժեցի, չնայած բավականին մեծ հոնորար էին առաջարկում ինձ այն ժամանակ, դա իմ համար մի տեսակ արտիստի նսեմացնում էր, երբ որ արտիստը երգում է եւ իրեն լսարանը փոխանակ ծափահարի եւ ուղակի հետեւի իր շարժումներին, պարային ու իր երաժշտական առհասարակ բեմին արտիստին հետեւի, այլ հաց է ուտում։ Այդ իմ համար շատ ծանր էր, էլի, այսինքն միտքը, որ ես կարող եմ ինչ-որ հաց ուտելու ժամանակ երգել։ Հա, ինչ-որ ռադիոյի զգում քեզ։ Անցավ ժամանակ եւ ես հիմա աշխատում եմ ամեն օր ակումբներում, որտեղ որ այո, կասածի նման համ հաց են ուտում, համ խմեն։ Դա մեր Հայաստանի իրականությունն է։ Ես բախվեցի իրականության հետ, հա, որ հիմա հիշում եմ իմ երազանքները, իմ պատկերացումները շոու բիզնեսի հայկական, ցավում եմ, որ շատ է տարբերվել իրականությունից իմ պատկերացումները, բայց ասեմ, որ դա արտիստից է գալիս, այսինքն հաց ուտելու ժամանակ քեզ լսող մարդը կշարունակի ուտել, որովհետև դու այդքան անհետաքրքիր կլինես, թե կթողնի ամեն ինչ եւ կնայի քեզ կամ կլսի քեզ երկուսը մեկտեղ։ Դա իմ մոտ ստացվում է, փառք Աստծո, որ շատ-շատերն են ասում եւ նկատում են, որ երբ որ ես ելույթ եմ ունենում, հանդիսատեսը ավելի շատ տարված է ինձանով, քան այն ինչ որ սեղանին է դրած։ Եվ ի վերջո հասկանանք, որ Հայաստանում արտիստի երգչուհու կյանքը բավականին բարդ է։ Ես միայն հպարտ եմ նրանով, որ ինքս աշխատում եմ, այսինքն ինքս եմ իմ գործերով զբաղվում, թե տեսահոլովակների նկարահանումը, թե երգերի նոր ձայնագրում եւ մնացած ամեն ինչը զբաղվում եմ ինքս իմ ֆինանսական հնարավորություններով եւ դա ինձ ել ավելի ուժ է տալիս ստեղծագործելու։ Բայց հաճախ մեր արտիստները բողոքում են, որ այդպես իրենք կտրվում են իրենց հիմնական գործառույթից, դա ադմինիստրատորների, պրոդյուսերների աշխատանքն է։ Ցավոք սրտի մեր Հայաստանում զարգացած չի այդ ինստիտուտը, դե ես սենց ասեմ, ես հիմա ասել եմ այն մակարդակին, որ ինքս կարող եմ ինչ-որ պրոդյուսինգ անել, իմաստը որն է, որ ես պրոդյուսեր պահեմ, էլի։ Հետաքրքիր է։ Իրինա, կար նաև ժամանակներ, երբ մեր արտիստներից ոմանք կամ շատերը կտրականապես, ինչպես դու իր ժամանակին, մերժում էին ակումբներում, ռեստորաններում աշխատանքը ու այնտեղ աշխատող արտիստներին պիտակավորում ու վատ աչքով էին։ Հա, հիմա էլ կան այդպիսիներ։ Բախվել ես այդ խնդրի հետ։ Ու ես մենակ մի բան կասեմ, չեմ տեսել մի արտիստի, որը որ ավելի շատ պրոֆեսիոնալ լինի իր գործում, որը որ չի աշխատել ակումբներում, այսինքն ամենօրյա աշխատանքը քեզ կոփում է, քեզ տալիս է առավելություն, ավելի հմտանալու քո գործի մեջ, երգել տարբեր ժանրի երաժշտություն, հա, ըստ ցանկության, ըստ հաճախորդի եւ հանդիսատեսի պահանջի, եւ ըստ
դրա ավելի կոփվել եւ զարգանալ։ Իսկ այն երգչիները կամ երգիչները, որոնք որ առհասարակ չեն աշխատել ակումբներում, իրենց ամեն ինչից դա զգացվում է, հա, թե նույնիսկ բեմ ելնելուց առաջ իրենց այդ չափազանց շատ լարվածությունը կամ բեմում նույնիսկ իրենց լարվածությունը, այդ ամեն ինչը իրենց պահվածքը բեմից ցույց է տալիս դա։ Իրականում այն ինչ որ տալիս է ակումբը որպես դաս։ Ես շատ ուրախ կլինեի, եթե մեր Հայաստանի շոու բիզնեսը նման լիներ ամերիկյանի։ Ինչն էր այստեղ տարբերությունը մեր Հայաստանում պետք է ունենաս որոշակի ճանաչում, որպիսի աշխատես ակումբում։ Եթե չունենաս ճանաչում, այդքան էլ շատ հոնորար քեզ չեն տա, հա, ակումբներում։ Իսկ դրսում հակառակն է, դու սկսում ես ակումբներից եւ բարձրանում ես, հասնում ես մեծ բեմ։ Այստեղ ոնց որ հակառակն է, մեծ բեմից ես իջնում ապա։ Այո, ցավոք սրտի։ Հա, ցավոք սրտի դա իրականությունն է, բայց էդ եմ ասում, էլի։ Դա արդեն ակումբատերերի ու երաժշտական պրոդյուսերների կարծեմ թե որոշելիքն է, որովհետև այո, շատ հաճախ հանդիպում ենք երիտասարդների, ովքեր մատուցում են հրաշալի երաժշտություն, բայց քանի որ չունեն ճանաչում, հա, չեն կարողանում իրենք դրսևորվել։ Այո։ Ստիպված գնում են աշխատում են որպես վաճառողուհի։ Հա։ Այդպիսի դեպքեր են լինում շատ։ Նինա, երկարվեստի մասին խոսեցինք նրանից, որ ակումբում շատ հաճախ երգում են այլևայլ երգեր, զարգացնելով իրենց երգացանկը։ Բայց շատ հաճախ նաև այսօր տեսնում ենք երկարվեստում հայտնի անուններ, դեմքեր, որոնց տարիներ շարունակ մենք լսել ենք իրենց հրաշալի ստեղծագործություններով, այսօր երգում են ստեղծագործություններ, չնայած շատ ճոխ բառ ասեցի այդ ստեղծագործությունները, որոնք ընդհանրապես հնչելու կարծում եմ իրավունք չունեն։ Բայց դա պատճառաբանվում է, որ ժողովրդի պահանջն է։ Արդյոք արտիստը պիտի գնա ժողովրդի պահանջի հետևից, թե ժողովրդին պետք է տանի իր հետևից մատուցելով արվեստ։ Շատ դիպուկ եւ հետաքրքիր հարց տվեցիր, օրինակ ես կարծում եմ, որ եթե արտիստը ունենա բավականին ֆինանսական ապահովվածություն, ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկ արտիստ լինի, որ տա այն ինչ-որ, այսինքն իր սրտի ոչ բխող ինչ-որ արվեստ, հա, չներկայացնող երաժշտություն կամ ինչ-որ ստեղծագործություն։ Բայց այդպես էլ կմոռացվի։ Այդ մարդը բարդ եմ իրականում, շատ բարդ բան ասեցիր։ Մի քանի տեսանկյուններ կարող եմ ասել եւ դրա մասին անverջ խոսել։ Օրինակ, եթե դու սկսես քո սրտի կամ բավականին բարձրաճաշակի երաժշտություն թելադրել, այսինքն քոնը թելադրել քո հանդիսատեսին, որոշ ժամանակ միգուցե եւ քո շուրջ հավաքվեն, բայց դա բավականին շատ գումար եւ ֆինանսական ներդրում ու ժամանակ է պահանջում։ Հիմա, քանի որ մեր Հայաստանում այդ ամեն ինչը, ինչպես նաեւ Հայաստանի ոչ թե շոու բիզնես, այլ ամեն տեղ է այդպես, դեգրադացման ենք գնում, նաեւ շոու բիզնեսն է գնում դեգրադացման։ Երբանից են գնում։ Ես կարծում եմ հեղափոխությունից հետո։ Հստակ ասեմ, էլի։ Ինչու։ Բացատրեմ ինչու, որովհետև այն ժամանակ ավելի շատ էր տեղ տրվում արվեստին, ավելի շատ էին միջոցառումներ, ավելի շատ արժեզրկվեց ամեն ինչ արժեզրկվեց։ Չկան ոգևորող մրցանակաբաշխություններ, որ կային առաջ, որ դու ինչ-որ տարվա ընթացքում աշխատում էիր, մտածում էիր, թեկուզ ճաշակով բան անեիր, որ հա նոմինացես, հիմա ինչ ես մտածում։ Մտածում ես, հա դե մեկա ոչ մի բան չկա, քեզ ոչ գնահատում են, ոչ տեղ են տալիս։ Հա, ինչ պետք է անեմ, պետք է գումար աշխատեմ, չէ՞։ Դրա համար անում ես էլ ինչ որ ժողովրդի մեծամասնությունն է լսում։ Ցավոք սրտի մեծամասնությունը լսում է այն, ինչ որ այդքան էլ ճիշտ չի։ Գալով եթերին այդ մեծամասնության կարծիքը արդյոք ազդում է նաև եթերի վրա, որովհետև այսօր մեր եթերը իր մեջ պարունակում է տարատեսակ նախագծեր, սերիալներ, բայց արդյոք
դա է հենց որ պետք է լինի եթերում ու արդյոք դա է որ պետք է սերունդ կրթի։ Ես հիմա ձեզ ասեմ իմ կարծիքը, հա, ես կարծում եմ Հայաստանում եւ առհասարակ յուրաքանչյուր պետության մեջ պետք է ուշադրություն դարձնել ամենաշատը արվեստին, որովհետեւ ժողովրդի կենսամակարդակը ուղիղ կախված է արվեստի մատուցման որակից։ Մարդկանց IQ-ն, չգիտեմ, դա ասում են շատերը, որ դա իծն է, բայց ես կարծում եմ դա զարգացվելիք է, այո, կախված է ուղիղ արվեստի մատուցման որակից։ Այսինքն, եթե մենք չենք ուշադրություն դարձնում, չենք ֆինանսավորում պետական մակարդակով ոչ մի տիպի թեկուզ հեռուստաեթերները, թեկուզ հեռուստանախագծեր, որոնք որ ավելի շատ կրթվելու եւ իմանալու բովանդակություն հա կունենան, այլ ժամանցային եւ տափակ հա սերիալներ, որոնք որ ես կարծում եմ հակառակն են անում։ Այսինքն սերիալներում հիմա մենք ինչ ենք տեսնում, լաց, կոց, մեր ժողովուրդը ավելի շատ սիրում է կերպարներին, որոնք որ ծեծված, խեղճացված, մենք չենք սիրում հաղթող կերպարներին։ Մի մասն էլ սիրում է այն մարդկանց, ովքեր ներկայացուցիչ տարեր են պարունակում։ Շատ աբսուրդային է, երբ որ ես իրականում շատ ցավով եմ այդ ամեն ինչը գիտակցում, ես ամեն առավոտ արթնանում եմ այդ մտքով, որ ինչ պետք է արվի, որ այս ամեն ինչը գոնե փոխվի եւ գոնե մենք կարողանանք մտածենք, որ այո, մենք զարգացման փուլում ենք գտնվում։ Ու ինչ եզրահանգում Ոչ թե մի հատ եզրահանգում ունեմ, որ պետք է ամեն ինչ փոխել վերնախավից հետ սկսած։ Այդ ամենակարևորն է, ամեն ինչ վերևից է գալիս։ Եթե դու զգում ես որ քո շուրջ ամեն ինչ դեգրադացվում է, դա նշանակում է դու ճիշտ ղեկավարի ձեռքում չես։ Ինչի, բայց այդ մարդը ասում է ամեն ինչ անում եմ։ Ինչ է անում։ Ասում է իշխանությունը վերադարձինք ժողովրդին, հիմա էլ ասում է ինչ ժողովրդին է վերադարձրել, իշխանությունն է վերադարձրել ժողովրդին, դա այն ժողովրդի մասին է խոսքը, որը որ բարոյապես ցածր խավը, որոշ մարդիկ, ասենք, մտածում են, որ իրենք կոպիտ ասած գործ տան մեկը մեկի վրա, հա, ու լսվի այն մարդու ձայնը, որ ամենաանբարոյականն է, դա նշանակում է, որ դու ժողովրդին լսում ես։ Երբ եք լսում դուք ժողովրդին։ Երբ։ Դե հիմա հրավիրում է օրինակ իր հետ հանդիպումների ու ասում է եկեք, ասեք, ես էլ ասեմ։ Կգնամ։ Գնացեք կրթվելը նորաձև է, իդեպ պետության հաշվին է, պետբյուջեի հաշվին է իրականացվում։ Մի քանի օր առաջ հայտարարեցին, որ պետբյուջեի հաշվին է։ Գնացեք, ձեր խնդիրները բարձրաձայնեք։ Ես միայն սիրով կգնամ, ոչ թե խնդիրներ կբարձրաձայնեմ, այլ սխալները մատնացույց կանեմ ավելի շատ։ Շատ են սխալները։ Բավականին, ամեն ինչ, կարծում եմ։ Ես ասեմ, որ ես 18 թվին իրա կողմնակիցն եմ եղել, ամենահավորը դա է, էլի հիմա որ գիտակցում եմ, որ ես սխալվել եմ։ Բայց գիտեք ինչն է ամենաճիշտ որոշումը մարդու, այն որ դու սխալվում ես եւ դու այդքան ուժ ես գտնում քո մեջ, որ դու բարձրաձայնես, որ դու սխալվել ես։ Եվ դու քո սխալը ուղես, բայց ոչ թե թուլամորթ լինես, որ ինչա որ դու այդ որոշմանն ես եղել, մինչև վերջ քո պնդես, հա, որ չէ, ճիշտ եմ արել։ Տես, շատ հաճախ հենց իմ տաղավարում լինում են մարդիկ, ովքեր սատարել են, այսօր կտրականապես հերքում են իրենց մասնակցությունն ու սատարումը, ասում են մենք իր կողքին չենք եղել, մենք ժողովրդի կողքին ենք եղել։ Ոչ, ես ասում եմ, ես սատարել եմ իրեն, մտածելով, որ այո, ժողովրդին եմ սատարել։ Եվ մտածել եմ, որ այո, դա է ճիշտ, դա է ժողովրդավար, նայեք, ժողովրդավարությունը շփոթում են քաոսի հետ։ Այլ բան է, երբ որ ժողովուրդը չի հասկանում ինչ է ուզում, սենց քաոսի է ենթարկում, ինքն իրեն ուտում է, դեգրադացում է, իրեն վատաբանում են իրար, հա, դա չի ժողովրդավարությունը։ Լավ, Իրինա, այս քայլերը ինչի համար են կամ հանուն ինչի են։ Օրինակ հիմա ակտիվ խոսում են, որ պետք է լեզուսել չի պատտվում ասել, հա, մաքրել վեհարանը կաթողիկոսից։
առաջին անգամ կյանքում պետությունը որոշել է խառնվել եկեղեցու գործերին եւ այնտեղ էլ իրենց մտածելակերպով, հեղափոխություն անել։ Ինչու, ինչն է պատճառը, ինչ նպատակ են հետապնդում այս մարդիկ։ Գիտեք ինչ, ես ավելի շատ կուզեի եկեղեցին լիներ մեր հայերի մեջ, ավելի շատ լիներ հոգևորը լիներ ավելի շատ։ Իրականում ես հիմա ինչի է ինքը դա կարողանում անել, որովհետև մենք հեռացել ենք եկեղեցուց իրականում, իսկ ինքը ավելի շատ ուզում է կտրել։ Ես կարծում եմ։ Դե որովհետև այդպես գեղեցիկ խոսելով, վեհապարի մասին ասելով, որ ասենք, չգիտեմ, կուսակրոն է կամ կուսակրոնությունը խախտել է, ի վերջո յուրաքանչյուր մարդ եւ նույնիսկ հոգեվորական ինքն է, չէ, պատասխանատու Աստծո դեմ եւ ինքն է գնալու պատասխանի, եւ այն ինչ որ հիմա կատարվում է, ես կարծում եմ սխալ է, այդքան էլ ճիշտ չի։ Բայց որ եկեղեցին մեզանից հեռու է, դա էլ է փաստ։ Եթե մեր ավելի շատ մեր մեջ լիներ, մենք այդքան աղանդավոր չէինք ունենա։ Աղանդների այդքան շատ տեղատարապ չէր լինի Հայաստանում։ Կլիներ ավելի շատ մեծ հավատքով, այն մենք առաջի քրիստոնյա ազգն ենք եւ դարեր շարունակ մեր քրիստոնեությունն է, որ մեզ պահել է որպես հայ։ Ես կուզենայի, որ ավելի շատ հավատքը լիներ մեր մեջ։ Դες նոր դու խոսում էիր ժողովրդավարության մասին, հիմա ես մտածում էի, արդյոք Փաշինյանի բառապաշարը, որով շփվում է նա հանրության հետ, հատկապես իր սոցիալական հարթակի էջերում, դա այդ քո ասած ժողովրդավարության շփոթմունքն է, դա ժողովրդավարությունը չէ, այլ քաոսը, այլ անկիրթը, այս կասեի։ Չեմ վախենա այդ խոսքը ասելուց։ Ես գիտեք, այն ժամանակ, երբ որ հեղափոխությունից առաջ, երբ որ ես էլի մեծ ստատուսներ էի գրում ու ինձ ասում էին, դու չես վախենում, այսինքն քո խոսքը արտահայտել, որովհետև հիշում եք, չէ, որ 18 թվականից առաջ, այսինքն ոչ մեկ չէր կարողանում խոսել պարզ էսպես, այս մասին, ասենք երկրի ղեկավարների մասին խոսել, կարծիք արտահայտել, ես խոսացել եմ։ Հասկացաք, չէ՞, միտքը։ Ես խոսացել եմ նախկին ղեկավարների մասին եւ հիմա էլ եմ խոսում, այնպես չի, որ ես թաքցնում եմ դա։ Այսինքն ավելի համարձակ եմ գուցե շատերից։ Նույնն էլ հիմա չեմ վախենա։ Եթե այն ժամանակ ասում եք, որ հնարավոր չէր։ Հնարավոր չէ, շատ էին վախենում։ Դու խոսում էիր վառ վկան 2018-ը, բա որ վախենում էին։ Այդ ես չէի այնտեղ կանգնածը, այդ ոնց եկան այդքան կանգնեցին։ Ես չեմ ուզում քաղաքականության մեջ այդքան խորանալ հիմա խոսել, որովհետև կարծում եմ դա իմ մասնագիտությունը չի։ Բայց ես ունեմ տարբեր վարկածներ այդ մասին, ինչու 18 թվականին մենք չվախեցանք դուրս գալուց, ինչու, լիքը ինչուներ, այսինքն այդ ինչուները ես կապում եմ միայն նրա հետ, որ մենք չենք արել հեղափոխություն, պարզապես, ուղղակի մարդիկ փոխվել են, այո։ Փակելով քաղաքական թեմաները, գանք մեր հեռուստադիտողի ամենասիրելի հարցերին։ Իրինա Հարությունյանի անձնական կյանքի մասին ենք խոսելու, Իրինա, քո թույլտվությամբ։ Ես իհարկե այդքան էլ չեմ սիրում խոսել անձնականից, որտեղ անձնականը հենց մնում է անձնական։ Բայց առիթներ ունեցել ես, խոսել ես եւ այսօր քո թույլտվությամբ թույլատրելի սահմանում զրուցելու ենք այդ մասին։ Դու այն հայտնիներից ես, ով բավականին երիտասարդ տարիքում ամուսնացավ, ունեցավ 2 հրաշալի բալիկ, բայց ցավոք սրտի ամուսնալուծվեց։ Մի քանի անգամ հարցազրույցներում ասել ես ու գիտեմ նաև, որ նախկին ամուսնուդ հետ արդեն բավականին նորմալ հարաբերությունների մեջ եք ընկերական։ Ինչ կետի էր հասել Իրինան, որ այլևս հնարավոր չէր պահել այդ ընտանիքը։
Ես իմ բնավորությամբ շատ թասիբով կարամ ասեմ, հա։ Թասիբով եմ եւ չեմ ուզում ռոպագանդել բաժանություն, իհարկե, բայց երբ որ լինում է ամուսնության մեջ դավաճանություն, ես միայն կողմ եմ նրան, որ այսինքն ես ինքս չեմ կարողանում, հա, ներել դա։ Եվ շատ կանայք մեր Հայաստանի իրականության մեջ մտածում են, որ դե հա ոչինչ, դե տղամարդ է, ոչինչ, հա ամեն ինչ կարելի է տղամարդուն, ես այդ կարծիքին չեմ, ես քիչ ֆեմինիստական մտածելակերպ ունեցող անձնավորություն եմ եւ կարծում եմ, որ առհասարակ ոչ միայն կին եւ տղամարդ դավաճանության մասին է խոսքը։ Ընկերական, գործնական, ամեն ցանկացած դավաճանություն չեմ ներում, ու միանգամից չեմ ներում։ Մեկ անգամ է դա պետք անել իմ հետ եւ իմ հետ կտրվում են բոլոր կապերը։ Բայց արդյոք ընտանիքի մոդելի պահպանման համար, հատկապես եւս մեկ անգամ նշելով, որ ունեք ջերմ հարաբերություններ, հնարավոր չեղավ գոնե այս տարիների ընթացքում վերականգնել։ Չէ, նայեք, դա եթե լիներ միայն այդ ձեր ասած դավաճանության մասին է խոսքը, հա, եւ միայն դա միգուցե տարիների ընթացքում, հա, ձեր ասածը, որ նորից սկսեինք ամեն ինչ, բայց այստեղ այն էր հարցը, որ մենք ամուսնացել էինք շատ վաղ տարիքում եւ մեծացել էինք եւ տարբեր ուղղություններով, այսինքն մեր հայացքները բավականին, հա, այլ էին, ես այլ մարդ էի, ինքը ուրիշ էլի, այդպես չէին համապատասխանում մեր հայացքները միմյանց հետ ապրելու համար։ Այնուամենայնիվ կյանքն առաջ է գնում։ Դու երիտասարդ ես, հրաշալի մայր ես քո երեխաների համար։ Շնորհակալ եմ անչափ։ Բայց ինչ է կատարվում այսօր Իրինայի կյանքում։ Արդյոք չի եկել ժամանակը կյանքը վերստին սկսելու։ Նկատի ունեք ամուսնություն, դա երբեք չի լինի իմ հետ։ Դա իմ համար արդեն փակված թեմա է։ Ինչու՞։ Նախ այնքան մենակ եմ ապրել, որ չեմ կարողանա այլևս հանդուրժել տղամարդու ներկայությունը իմ ընտանիքի մեջ։ Ուղիղ եմ ասում։ Անհանդուրժելի է։ Այսպես ավելի երջանիկ եմ ինձ զգում։ Արդյոք։ Այո։ Հավատացեք։ Բայց հաճախ կանանց հետ զրույցներում գիտեմ, որ նրանք ուզում են հենարան թուլանալու համար հնարավորություն։ Դրա համար պետք է վստահություն ինձ թվում է հենարան լինելու։ Չէ, դու պետք է վստահես նստելու համար, որ դու չես ընկնի, չէ՞։ Այդ վստահությունը ժամանակի ընթացքում բավականին մեծ կոտրվածք է իմ մոտ առաջացրել եւ վերականգնվելու հենարան ես ստեղծել եմ ինքս ինձ համար, այսինքն ես ինքս եմ համարում ինձ հենարան։ Դժվար չէ։ Հա, բավականին դժվարություններից հետո հարմարվել եմ արդեն։ Արդեն ապրելակերպ։ Այո, դարձել է դա արդեն սովորական։ Այլ դժվար չի, էլի։ Անձնականի մասին այսքան կխոսեմ, որպեսզի այլ ավելի չցավեցնեմ։ Հայտնիները Իրինա դատապարտված են մշտապես լինել քննարկումների կիզակետում։ Մենք էլ ապրում ենք ժամանակներ, երբ կա մի արդեն ինձ համար առանձնացված հատված հասարակության, ովքեր զբաղված են իրենց կյանքը լեցուն է մեկնաբանություն գրելով ու վատաբանելով։ Բախվում ես այդ խնդիրը։ Ոնց չեմ բախվում։ Այ, եղել է նույնիսկ դեպքեր շատ, հա, որ ես ինչ որ հոլովակ եմ տեղադրել երեկոյան, աշխատանքի բերումով այդպես զբաղված եմ եղել, հա, չեմ հետևել, առավոտ արթնացել եմ, տեսել եմ մոտավորապես 2400 մեկնաբանություն։ Առանց բացելու ես արդեն գիտեմ, որ ես երևի 90%-ը պետք է ջնջեմ, որովհետև ինձ այնտեղ մաղթում են մահ, չգիտեմ, ասում են ավելի լավ է հայ չլինեիր բան, ու երբ որ ես նայում եմ, հիմա ծիծաղում եմ, չէ, բայց երբ որ ես ամեն մեկնաբանությունը նայում եմ, ովքեր են գրում, ինչ տարիքային խումբ է,
իրականում այնպես ցավ եմ ապրում իրենց համար։ Լուրջ, ես իրենց ցավը ոնց որ զգամ այդ ամեն ինչը, էլի, որ իրենք տեսնում են ինչ-որ երիտասարդ, հա, հաջողակ, ուրախ, ժպիտով ներկայացող մարդու, որ իրանք իրականում չգիտեն դա արտաքինն է, բա իրանք չեն ուզում իմանալ իրականում ներքինն էլ է այդպիսին կամ ինչքան դժվարություն է այս մարդը տարել եւ երևի թե ինչ որ ժամանակ կլինի, որ ես կխոսեմ իրականում իմ կյանքի ապրած դժվարությունների մասին եւ շատ-շատերին կզարմացնեմ, իրականում եմ ասում, բայց այդ մեկնաբանություն գրողների ցավը իրենց թուլությունը, դա իրենց թուլությունն է, իրենք այդպես ձերբազատվում են իրենց տանջող ցավից։ Բայց ինչ է տալիս, այ նախորդ հյուրս էլ էր ասում, իրենք իրենց վատ ապրելակերպի արդյունքում են դա գրում։ Ես իրականում չեմ կարող պատկերացնել դա, որովհետև ես պետք է մտնեմ իրենց մաշկի մեջ, իսկ դա ինձ համար բավականին դժվար է։ Այսինքն ես պետք է վերապրեմ իր զգացողությունները, պատկերացնեմ ինչ դեպքում նա կարող էր վատ բան գրել, միայն մի բան կարող եմ ասել, որ եզրահանգել եմ նրան, որ դա լինում է միայն նախանձից, այլ տարբերակ ես չեմ գտնում։ Իսկ այն ինչ որ ես կարողանում եմ այդ թվի մարդկանց նախանձ շարժել, դա նշանակում է ես ինքս ինձանով արդեն ինչ որ արժեք եմ ներկայացնում։ Դա ինձ ինչ որ միտեղ նաև ուժ է տալիս։ Նրանց շարքում հաճախ տեսնում ենք նաև ոչ բարով հայտնիների։ Դրան ո՞նց ես նայում։ Հա, եղել են իմ դեպքում, դաժե որ սենց ասել եմ վայ, հա, որ լուրջ ասենք ոչ թե միայն հենց իմ էջում են գրել այդ մեկնաբանությունը, այլ ուրիշ մարդ ինչ որ նյութ է կիսվել իմ էջում, քննարկում է դրել վերևում, ինչ որ տենց, հա, ու ներքևում եղել է մարդ, որ նույնիսկ դաժե իրար հետ աշխատել ենք, վատ է արտահայտվել, ես դաժե չեմ խոսացել այդ մասին, առաջին անգամ եմ ասում ու հիշեցրեցիր էլի ինձ այդ մասին, տեսակ ինքն էլ էր անցյալից, այսինքն տարիքային, մեծ տարիքային, ինձանից տարիքային բավականին տարբեր էր էլի, ես մտածեցի երևի թե իր այդ արդեն անցած ժամանակն է ափսոսում, դրա համար ինձ վատ բան է գրել, բայց դա իրեն, չգիտեմ, ես այդպիսին չեմ լինի հստակ, այդ 100% կարող եմ ասել, որ ես հիմա էլ, որ տեսնում եմ գեղեցիկը լավը, ես ուզում եմ բոլորը լավ լինեն, իմ շրջապատում ամեն ինչ գեղեցիկ լինի, մարդիկ ուրախ լինեն, շրջապատված լինեն այն ամեն ինչով, ինչ որ իրանց կբավարարի, էլի, ես սիրում եմ երջանիկ, կայացած, ուրախ մարդկանց եմ սիրում, ես կարծում եմ, որ եթե մարդիկ Հայաստանում իմ նման մի քիչ շատ մտածելակերպով լինեին, մենք լրիվ այլ իրականության մեջ կլինեինք, որովհետև ես ուզում եմ, որ իմ շուրջ լավ լինի, իսկ մեր հայերի մեջ շատ կան այն մարդիկ, ովքեր որ ուզում են, որ նեգատիվ է, ինքը վատ լինի, հա, դեպ մի հատ էլ բան նկատեմ, որ այդ մեկնաբանություն գրողների մասին է նաև խոսքը, որ մեր մեջ Հայաստանում հայերը շատ են այն մարդիկ, ովքեր որ բարձրանալու համար իրենք ոչ թե աշխատում են, այլ դիմացինին վատաբանում են, բայց քիչ են այն մարդիկ, ովքեր բարձրանալու համար աշխատում են իրենց վրա, որ բարձրանան, ոչ թե այս մեկին գցեն, որ իրենք բարձր երևան, հա, այդ իրենք բարձր երբեք չեն երևա, այդ մտածելակերպը պետք է փոխվի, եւ դա կարծում եմ ծնողները պետք է ներարկեն իրենց երեխաների մեջ, որ չի կարելի, գիտես, Բալիկ ջան, ուրիշի աշխատանքը թերագնահատել, որ քոնը երևա, այդպես չի լինում, դու աշխատի, որ քոնը երևա։ Դե կարծում եմ դա առաջին, երկրորդ դասարանի մտածելակերպ է, ճաղել են գերոջ տետրի թերթը, որ ինքը գնահատական չստանա, դու ստանաս։ Բայց ցավալի է, որ մեր մոտ այդ շատ է, այդ մեկնաբանությունների տեղատարապը դա է վկայում, չէ՞։ Ցավոք։ Իրինա, վերջին շրջանում նաև մի անախորժ դեպք է տեղի ունեցել։ Գիտեմ նեղ շրջանակով, որ
մոդել ներկայացող անձը չեմ վարանի ասել, որ հստակ նեգատիվի ալիք էր ուղում ու վատաբանություններ էր ուղում քո հասցեին։ Այսպես ասեմ, ես չեմ ճանաչում այդպիսի մարդ։ Խոսքը Անիտա Հարությունյանի մասին է։ Սենց ասեմ, եթե նկատել եք, ես ոչ իմ Facebook-յան, ոչ իմ Instagram-յան, ոչ իմ TikTok-յան երբևիցե չեմ անդրադառնա տվյալ անձնավորությանը, որովհետև չեմ ուզենա իմ էջերը կեղտոտվեն։ Նույնն էլ հիմա կասեմ, երբևիցե չեմ խոսել եւ չեմ խոսի, որպեսզի այդքան պատիվ չլինի նրա համար։ Մի վերջին հարց ու թեման ամփոփենք։ Դու խոսում ես այս պահին, ես առիթ չունեմ կասկածելու որևէ բառի ու տառի վրա, իսկ կարող է նրա պահվածքը պայմանավորված է հայացքներով քաղաքական։ Ինչպես հասկացանք։ Չէ, ես այնպես չի, որ ես ընդդիմադիր եմ եղել, հա, կամ հիմա ես այդպես։ Չէ, հիմա ինքը ունի հստակ իշխանական։ Այսպես ասեմ, հենց այդ պատճառով էլ իմ հայացքները երևի սկսեցին ընդդիմություն լինել։ Չէ, իհարկե կատակ եմ անում, բայց ինչ ասեմ, ես չեմ կարող բացատրել։ Չէ, տվյալ մարդը ինձ թվում է նույնիսկ ինչ որ կարող է երևի թե պատվերել կատարել, այն որ սենց շատ եմ մտածել իմաստը էլի իր այդ նեգատիվի։ Միգուցե եւ պատվեր է կատարում, միգուցե եւ նախանձներ է շարժում այդ մարդուն, միգուցե ես ուղղակի ցավում եմ նշում, որ նույնիսկ այս մեր գեղեցիկ զրույցի ժամանակ մենք անդրադարձանք այդ անձնավորությանը, որովհետև այդքան չկա ինքը, որ ես խոսեմ, էլ եմ ասում, չեմ անդրադարձել երբևիցե եւ չեմ էլ անդրադառնա այսքանը։ Շնորհակալ եմ, ռանդևուի այս հատվածում բլից հարցեր։ Ինչի համար եք ափսոսում։ Ափսոսում եմ շատ համարձակ չլինելու համար ժամանակի։ Ինչը երբեք չես ների, Իրինա։ Դավաճանությունը։ Կյանքը վերստին սկսելու դեպքում կգնայր նույն ուղով։ Միանշանակ։ Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, առհասարակ, եւ կկրկնեին ամեն ինչը, ինչ որ արել եմ։ Ես չեմ ափսոսում արածների համար, ափսոսում եմ չարածների համար։ Եթե հնարավորություն ունենայիր քո կյանքից ինչ որ հատված խմբագրելու ու դեն նետելու, որը կլիներ։ Ինձ թվում է չունեմ այդպիսի հատված, որ ես խմբագրեմ եւ դեն նետեմ։ Իրականում ես իմ կյանքը ինչով եմ արժևորում ինքս ինձ, իրականում ինչով եմ արժևորում եւ որ ես երբևիցե ես ինքնակնդադատ մարդ եմ, շատ ինքնակնդադատ, երբեմն որ ինչ որ մի բան անում եմ եւ ես զգում եմ, որ ես դա սխալ եմ արել, թեկուզ եւ իմ շահերից բխող չի դա այդ իմ քայլը, ես գնում եմ եւ անում եմ ճիշտը, այն ինչ որ գտնում եմ ճիշտը, արդարը։ Հասկացաք, ես չեմ անում այն բանը, որ իմ համար դա լավ է, հա, իմ օգտին է դա, ես արդար եմ ավելի շատ։ Նույնիսկ այս վերջերս իմ շատ մոտ ընկերներից մեկը ինձ հարց տվեց, ասում է, նայ, ասում է, ես արդար մարդ չեմ հանդիպել իմ կյանքում, ասում է, օրինակ քեզ էլ հարց եմ տալիս, ասենք, երկու անձնավորություն կան, որը մեկը երկուսն է քեզ փող են պարտք, մեկը շատ բարեհամբույր է քո հանդեպ, կսպասի, երբ որ կվերադարձնես, այն մյուսը չի սպասի եւ դու գիտես, որ անդադ զանգելու է, քեզ անդադ վատ է խոսալու քո հետ բան եւ այլն արհամարական, հա, որին ավելի շուտ կվերադարձնես, ասում եմ, այն որ բարի է իմ հանդեպ։ Ասում եմ, լուրջ, ասում եմ, հա, ասում եմ, ես առաջին անգամ այդպիսի պատասխան ստացա։ Ու իրականությունը էդ է, ես միգուցե կարող է ինձ ցավեցնեմ, ինձ անհարմար դրության մեջ դնեմ, բայց ես անեմ այն, ինչ որ ես արդար եմ համարում։ Հա, եթե իմ հանդեպ արդար են, ես երբեք այդ մարդուն չեմ ցավացնի։ Երբեք։ Իրինա, կամ արտով գիտի քո մասին ամեն ինչ։ Հա, իմ աղջիկը։ Ամեն ինչ գիտի իմ մասին։ Վերջին անգամ երբ ես արտասվել։ Երբ եմ արտասվել։
Ես կարող եմ ասել շատ եմ արտասվել այն ժամանակ, երբ որ 44-օրյա պատերազմի օրերն էին։ Դրանից առաջ իմ ընկերները ինձ նույնիսկ լացելով չեն տեսել։ Նույնիսկ կատակում էին ասում, հետո էլի ասում էին, այդքան տարի համբերեցիր, այդքան օրվա մեջ այնքան լացեցիր, քեզ այդքան լացելով չէինք տեսել։ Չեմ լացում այդքան, լացկան չեմ։ Իրինա կամ արտում կուզեիր ասել ինչ-որ բան, բայց ցավոք չես հասցրել։ Հա, հայրիկս։ Ինչ կասեիր։ Որ ինքը անչափ պակասում է ինձ իմը։ Ներողություն հուզելու համար։ Իրինա ռանդևուի շրջանակներում իմ նախորդ հյուրը մշտապես հարց է հղում հաջորդ հյուրին, չիմանալով նրա ով լինելը։ Նախորդ հյուրս դերասանուհի Հրանուշ Ավոյանն էր։ Դիտենք Հրանուշի հարցը, վերադառնանք պատասխանելու։ Ինչ շատ է այս վերջերս հետաքրքրում, ինչու՞մն է կյանքի իմաստը։ Չեմ ուզում ուղղակի տիպիկ ինչ-որ պատասխան լսեմ, որ ամեն մարդու համար Իրանը, կարող է կա ինչ-որ մի հատ գիծ, որ բոլորս եթե այդ գծով գնանք, հա, լավ է լինելու։ Շատ հետաքրքիր է։ Կյանքի իմաստը, յուրաքանչյուր մարդու կյանքի իմաստը, դա իմ կարծիքն է, որ մենք եկել ենք այս աշխարհ երջանիկ լինելու համար։ Մենք պետք է զգանք եւ պետք է հասկանանք, պետք է ապրենք էլի լիարժեք վայելենք մեր ամեն օրը, դա դժվար է իրականում, դա իմ մոտ է չի ստացվում, ես տես ասում եմ, չէ, պետք է երջանիկ լինել և երեխայի նման ուրախանալ ամեն մի փոքրիկ հաջողությունով, փոքրիկ, չգիտեմ, ծիդիկի ծլվելոցով, շունիկի հաչոցով, ամեն ինչով ուրախանալ, ոգևորվել, մանուկի պես է պետք ապրել իրականում, ու մենակ բարին անել մարդկանց համար։ Ու քո հարցը իմ հաջորդ հյուրին։ Անձնական հարց տամ։ Սիրով։ Ինչպիսին պետք է լինի կնոջ եւ տղամարդու հարաբերությունները ձեր կարծիքով։ Սիրային հարաբերությունները նկատի ունեմ։ Շնորհակալ եմ անկեղծ, ջերմ, հուզումնալից։ Ես նույնպես։ Զրույցի համար։ Ես էլ։ Հուսամ կհանդիպենք եւս մեկ անգամ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս տաղանդաշատ երգչուհի, գեղեցկուհի Իրինա Հարությունյանն էր։ Շարունակեք հետևել 24-ին, կհանդիպենք։